Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մարտի 11։ Եվ այս բոլոր ժողովքը իմանան, որ Տերը սրով և նիզակով չի ազատում, որովհետև պատերազմը Տիրոջինն է, և նա ձեզ մեր ձեռքը կմատնի։ Առաջին Թագավորաց 17-րդ գլուխ 47-րդ խոսք։ Թող որ այս ճշմարտությունը հաստատվի, պատերազմը Տիրոջինն է, և մենք կարող ենք լիովին վստահ լինել հաղթանակին, այնպիսի հաղթանակի, որ ամենից առավել կհայտնի Աստծո զորությունը։ Տերը չափազանց հաճախ մոռացվում է մարդկանց կողմից, այո, նույնիսկ Իսրայելի ժողովրդի կողմից, և երբ հնարավորություն է տրվում մարդկանց ցույց տալու, որ մեծ առաջին պատճառը կարող է իր նպատակները իրականացնել առանց մարդկային զորության, դա անգին առիթ է, որը պետք է խոհեմաբար գործածվի։ Նույնիսկ Իսրայելն է չափազանց շատ ապավինում սրին ու նիզակին, բայց մեծ և փառավոր բան է, երբ Դավթի ձեռքում սուր չկա, և այնուամենայնիվ Դավիթը գիտի, որ իր Աստվածը պիտի տապալի օտարների ամբողջ բանակը։ Եթե մենք իսկապես ձգտում ենք ճշմարտության և արդարության, եկեք չհապաղենք ձեռք բերել տաղանդ, հարստություն կամ որևէ այլ տեսանելի զորություն, բայց առվակում գտնված քարերով և մեր ընդհանուր պարսատիկով եկեք վազենք թշնամուն ընդառաջ։ Եթե դա մեր սեփական պայքարը լիներ, մենք գուցե այդքան վստահ չլինեինք, բայց եթե մենք կանգնած ենք Տեր Հիսուսի բանակում և կռվում ենք միայն նրա զորությամբ, ապա ով կարող է դիմակայել մեզ։ Եկեք դիմակայենք փղշտացիներին առանց որևէ տատանման, քանզի զորքերի Տերը մեզ հետ է, ուրեմն ով կարող է մեզ դեմ լինել։